նոր անկասկած նոր երկով լծված մեզ համար մի արկած Ամեն անգամ մի նոր փորձություն է որ բարդ է ու անսովոր Բայց ուժն ընկերության մեջ միասնության միշտ գտում է լուծում Ու կյանքը մեզ համար տես անդադարեց տոն է դառնում Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Տարբեր ենք շատ տարբեր ենք բայց Մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է բայց Այն պայթում է մեր երկերով միշտ Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց Մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Նվագախմբի երեխաներ Ինչով է պայմանավորված ըստ դեմքիդ մինորային արտահայտությունը։ Մտածում եմ ոնց այսօր Աննային հրավիրեմ համերգի, չգիտեմ ոնց ասել։ Դե, հիմա ձայնագրմանը, որ դուլս կա, ասա, որ շատ լավ երգեց։ Բա որ վատ երգած եղավ։ Որ վատ երգած եղավ, ասա, որ պանդաները օրվա մեջ 18 ժամ քնում են։ Կամ որ առաջին անգամ ռոյալ տերմինը օգտագործվել է 1777 թվական։ Բայց էդ ի՞նչ կապ ունի։ Ոչ մի կապ չունի, դու կարևորը իր հետ խոսա։ Երեխեք, գուշակեք թե ինչ է եղել։ Ու դու իրոք մտածում ես, որ մենք հեսա կգուշակենք։ Լավ, եթե հանձնում եք ինքս կասեմ։ Ուրեմն քաստինգ եմ անցել ձենս հավանելու ու կանչում են աշխատանքի օպերայում։ Չեք հավատում ինքներդ լսեք։ Հարգելի հանդիսատես, խնդրում ենք անջատել բջջային հեռախոսները, որովհետև համերգը շուտով կսկսվի։ Ես ինչ շուկա եք էստեղ սարքել։ Ես չեմ հասկանում, սա երաժշտական դպրոց է, թե Սլավյանսկի բազար։ Ուր է հասնում ձայներդ։ Ուզում եմ հասկանամ համերգին եք սենց բարձր նոտաներ վերցնելու։ Ինչու չեք սկսում փորձը։ Որովհետև պոնչը չկա, սպասում ենք նրան։ Ո Սուրբ Ամադեուս, հիմա էլ պոնչը։ Իսկ ուր է պոնչը։ Ընդամենը երկու տեղ կա, որտեղ պոնչը կարա լինի։ Մեկը բուֆետի հերթի վերջում, մյուսը հերթի սկզբում։ Հասկացանք։ Դուք 2 օրից պատասխանատու համերգի եք։ Պոնչի հետևից մարդ ուղարկեք, ասեք թող գա։ Պոնչի հետևից մի ամբողջ դիվանագիտական խումբ պիտի ուղարկենք, որ համոզեն գա։ Լավ, հասկացանք։ Գալու եմ ստուգեմ։ Պոնչ, սենց լուրջա վիճակըտ, արդեն անցել ես գնդակներին։ Վայ, սա գողալի բանը չի, հա? Բայց քո ուտելու բանն էլ չի։ Ինչ ես ման գալիս, Պոնչ, ասա օգնենք ու շուտ անցնենք փորձին, օրը ճաշ դառավ։ Պոնչ, ուր ես գնում, բա փորձը։ Փորձը փորձանք չի։ Ուզում եմ ասեմ, մենք պիտի փորձ անենք։ Ես չեմ կանգարի փորձ։ Իսկ կլինի օգնես, դու էլ ես ելույթ ունենալու։ Լավ, դուք սկսեք, ես սա դες կմիանամ։
Նորից մի րոպե ես ախր կարևոր տեղ ունեմ գնալու։ Շատ շտապ։ Չեմ կարող ախր։ Ես մի անգամ։ 3 4 Որտեղ որ մենք այնտեղ աղմուկ ու թեժանաղարկ է Եվ որտեղ որ մենք այնտեղ ողջ օրը խաղ ու գազարկ է Ոնց որ ռեքվիեմ երգեք, մի քիչ ավելի աշխուր։ Նորից 3 4 Որտեղ որ մենք այնտեղ աղմուկ ու թեժանաղարկ է Եվ որտեղ որ մենք այնտեղ ողջ օրը խաղ ու գազարկ է Ստոպ։ Ոնց ինչի չես երգում։ Ինչ ես կենտրոնացել իմ վրա։ Էստրադայում մենակ ես եմ, որ լավ չեմ երգում։ Լավ նորից 3 4 Որտեղ որ մենք այնտեղ աղմուկ ու թեժանաղարկ է Եվ որտեղ որ մենք այնտեղ ողջ օրը խաղ ու գազարկ է Պոնչ, նենց երգեցիր ուզում եք ես մի հատ 170 դրամանոց տալ։ Բայց 170 դրամանոցը ֆալշ չի։ Դե նես չի, որ Պոնչի երկածը մաքուր էր։ Հայրոք, ի՞նչ է կատարվում քո հետ։ Էլի թծասերն են թանկացրել։ Կարողա տղեն սիրահարվելա չի ուզում ասի։ Եթե սիրարված լինեի, կասեի՝ ի տարբերություն ոմանց։ Պոնչ, հասկանում ենք, որ դու օրվա 1/3-ը բուֆետում ես, բայց վերջացրել ենք, չես գալիս։ Էսա կգա։ Չեմ հիշում ես մեկ էլ եկեի Պոնչի շուտ վերջացրել ուտելը։ Ին լալա, որ խնդրեմ, մի հատ օպրա կտակ։ Արամե առավոտ։ Չէ, լավ մտածի։ Առավոտ, բայց ոչ թե Արամեի, այլ Գրիգի։ Վահրամյան Գրիգի։ Չէ, Էդվարդ Գրիգի։ Ճիշտ ես։ Միշտ մի բան են չի։ Ես ավելի շուտ Չայկովսկու աշխատանքները կհասկանամ, քան Պոնչի պահվածքը։ Տեսնես ինչ է կատարվում Պոնչի հոգում։ Նստի, էսա կգա։ Ուղղակի մի քիչ ժամանակ կար, ասի առանձնանամ։ Բայց քեզ ով բան ասեց, Պոնչ ջան։ Մենք չենք հարձակվել, ինչ ես պաշտպանվում։ Պոնչ, տոպրակդ մոռացար ներսում, թե քո ներսում։ Այս երեկվա շարմը երևի հիներ լավ չեմ ուզում։ Էս էլ էր շաուրման հաչում։ Մեզ ոչինչ չունես ասելու։ Լավ, ավելի լավ մի անգամ ցույց տամ, քան թե 1000 անգամ ասում։ Սա հասկի ցեղատեսակի շուն է, որին առավոտյան Պոնչը գտել է դպրոցի մոտքի մոտ։ Դժվար է ասել, թե ավելի շատ շունն է Պոնչով հմայվել, թե Պոնչը շնով, բայց նրանք առաջին իսկ հայացքից ընկերացել են։ Այժմ օդում կանգնած է շատ կարևոր հարց. ինչպես վարվել Շան հետ։ Ինչ լավն է, որտեղից ես գտել։ Որ ասեմ Յուքոմի օնլայն կանուտից կհավատաս։ Թույլտվեք ես ձեր խոսքը ընտրով տեղափոխեմ մաքուր տող ու մի հարց տամ։ Ինչ ենք անելու այս չորքոտանի կատնասունին։ Պարզ չի, բաց ենք թողնում։ Թող ուր ուզում է գնա։ Դու անսիրտ չես։ Շունը մարդու բարեկամն է։
Բայց դա չի նշանակում, որ մենք մեր բոլոր բարեկամներին պիտի բերենք դպրոց։ Բայց դա վանդալիզմ է։ Ես համաձայն եմ Պոնչի հետ։ Սա հասարակ շուն չի։ Պետք է հայտարարություն տալ ու գտնել տիրոջը։ Եթե ընկեր Ներսիսյանն իմանա այս շան մասին, ինքը արդեն հայտարարություն կտա, որ մեր տանեցիները մեզ գտնեն։ Ամեն դեպքում միջև հասկանանք, թե ինչ ենք անում այս շան հետ։ Եկեք բասին պայենք Վինչի ստուդիայում։ Բաս, արդեն իրան անուն էլ ես դրել։ Իսկ բաս ջուրբասի կրճատձևնա թե կալբասի։ Բաս կանտանտ է։ Արի։ Բաս։ Այս բասի հեռախոսի զանգն է։ Չէ, դպրոցի զանգն է։ Մի րոպե, բայց ոնց ենք բասին ստեք թողնելու ու գնանք փորձի։ Հեսա ինչ այդ հացերով մասնագետներին կկանչի, կմնա մոտը պահակ մինչև փորձը կավարտեն կգան։ Գնանք։ Մենք մի հետաքրքիր բան ենք մտածել։ Ձեր մտածած հետաքրքիր բաները հիմնականում հետաքրքրում են նաև իրավապահ մարմիններին։ Մենք ավելի լավ բան ենք մտածել։ Ուրեմն, կանգնում եք ես դրան առջև ու ոչ մեկին ներս չեք թողնում։ Okay։ Մենակ ինձ է թվում, որ ներսում շուտ կարևոր բան կա։ Դրա համար չեն ուզում, որ մարդ մտնի ներս շոկոլադ։ Էս ոնց է շունը։ Մտնենք մոտիկից ծանոթանանք, բայց Վինչն ասաց ոչ մեկին ներս չթողեք։ Բայց մենք ոչ մեկ չենք։ Մենք ոչ 3 ենք։ Ես կբացեմ։ Բացի։ Ինչպես չէին ֆայմել ասել Տիտանիկի ուղևորները, թռան։ Սա է դեպքը չի, պետք է հայտնել Վինչին։ Ոչ չկա բասը։ Ինչ ես խոսում, Վինչ։ Ուզում եմ ասեմ, բասը չկա։ Ավելի լավ այստեղ կոնտրաբասի պարտիաները ավելաս։ Իսկ ավելի լավ չի, որ դու փորձը չխանգարես։ Կներեք։ Ընկեր Ներսիսյան, կարող եմ 1 րոպեով դուրս գալ։ Շնորհակալություն։ Ընկեր Ներսիսյան, կարամ ես էլ մի օգտավայր դուրս գամ։ Ընկեր Ներսիսյան, մի կրկներքել ես բացակայեմ էլի։ Ես չեմ հասկանում, խոսքներդ մեկ է կարել։ Գնա։ Միայն չասես, որ դու էլ ես ուզում գնաս։ Հայլի, ուղղակի շատ շտապ է։
Այս խումբը ղեկավարելու համար ոչ թե դիրիժորական, այլ կախարդական փայտի կա։ Մամ, ընկեր Ներսիսյան, կարելի է երեխաների այդ դասերից հետո գնալ ման գալու։ Ոչ չի կարելի։ Բայց խի։ Նախ խի չի, ինչու է։ Եվ հետո խի ես դու ուրիշ բաների մասին մտածում։ Ես չեմ հասկանում, երկու օրից գալա համերգ ունես, դրանից հետո ուր ուզում ես գնա։ Լավ էլի մամ, ինչ ասում եմ, անդադ ասում ես չի կարելի։ Ուզում եմ գնալ զբոսնելու, ասում ես չի կարելի։ Ուզում էի ծովախոզուկ պահել, ասեցիր չի կարելի։ Ուզում էի Տիմոթեի համերգին գնայի, թողեցիր, բայց երևի Տիմոթեին էիր ասել չի կարելի։ Չի կարելի։ Որ մեկը դե եղել։ Ես չեմ։ Ես էլ չեմ։ Դե ուրեմն ես էլ չեմ։ Ձեր չենք ասել ոչ մեկի ներս չթողեք։ Ոչ մեկին ներս չենք թողել։ Ընդհակառակը։ Դուրս ենք թողել։ Էն էլ մի նշան։ Ընդամենը։ Գիտեք ձեզ ինչ կանեմ, կկապեմ աթոռին ու օրերով կպահեմ շոկոլադով լի սենյակում ու այդ ամբողջ շոկոլադը կհալեցնեմ ձեր աչքի առջև։ Նրանցով հետո կզբաղվենք, հիմա առաջնային նշանը գտնելն է։ Ուր փախավ բասը։ Էն կողմ։ Այդ պարզա, բա հետո ուր գնաց։ Հետո չգիտենք։ Այդ տղա այդ ինչ է։ Ինչը։ Այդ։ Հա, էս բանամ, Պեչենիա։ Լիցնա։ Հաստատ։ Դա չէ ասում եմ։ Այ քիչ լիցնա նորմալի։ Ինչ եղավ ընկեր Մխիթարյան։ Լավ է։ Ինչը։ Այդ այժմ ջամը վրել եմ մի քիչ էլ դի։ Դու շուտ արա ասում եմ իա։ Ապրես գնա դաս շուտ արա։ Նստել, կանգնել, նստել, կանգնել։ Ես հաստատ մեզ ա վերաբերվում։ Նստել, կանգնել, նստել։ Բայց լավ էլ չունը, հաստատ կընկերանա մեզ հետ։ Ես յան մեյլ կբացեմ bashnik@gmail.com Facebook-ով էլ կընկերանանք։ Սենց գանձը ափսոս ա բաց թողնենք։ Ափսոսա բաց թողնենք սենց հնարավորությունը։ Ինչ հնարավորություն։ Ես մի գազան գաղափար ունեմ, որը իրագործելու համար մեզ պետք է էս շունը, մի ծաղկե փունջ ու տիկոյի քաջությունը։ Կյանքը մեր
շուրջը սերն է, երբ հանդիպում ենք մենք Լուսինը մանա հապացվել է օրը, թող որ գան հիմա բոլորը ու միասին երբենք Մեր ճամփան է, ծիածան է, որ մեզ տանում է պես Աշոտ, մի նեղվի, ելույթից հետո բոլոր հարցերը կլուծվեն Քո ժպիտով դու վեր մեզ ենք Երազանքը թող փոխի մեր կյանքը թող լինի նվերը մեր Ազանքի ճամփան մեզ տանում է, մեզ հասցնում է պես Ձեր կարծիքով էս խածիկոն մոտենալու է Աննային ու նվերը տա Հա, ու շատ ավելի վստահ, քան դու։ Իսկ ո՞նց է ճանաչելու դիմացինը Աննանա, թե օրինակ Մանեն Սելֆի անելով Ինչպես կասարդես դեմալն, ահա թաշկինակը օթելը Այս թաշկինակը կտանք բասին, կհոտոտի ու հոտով կգտնի Աննային Բայց ինչ Երեխեք, ինչ որ մոռացել եմ թե թաշկինակս որտեղ եմ դրել Իսկ ես էլ էներո մոռացել էի իմ Facebook-ի գաղտնաբառը Իսկ դու կարողանում ես գոնե մեկ-մեկ հիշել, որ կյանքը միայն հեռախոսի մեջ չի Իսկ դու կարողանում ես մեկ-մեկ լռել Դե լավ էլի, մանե, նանե արդեն ստեղը սա հասել Մոք! Այ, իմ սիրելի բաժանորդներ, հենց նոր մեր գրիմարան մտավ մի հատ մեծ մուկ Մանե, սա մուկ չի Շունը Ինչպես միշտ իմ քույրիկը պետք է ինձ հակաճառել Ո երեխեք վերջացրեք, հա, ոնց որ Սարոյան քույրերը լինեք Կգցի Աննա հետ արի Հեսա ոչ էլ կլինի հետ արի Աննա մազերդ Աղջիկներ, էս իմ նվերն է, Տիգրանն է ուղարկել Հա, բարձվում է, որ այս մուկը մեր Աննային նվիրել է մեր դասարանի Տիգրանը Նանե ուր ես գնում, հետ արի, բա քո մազերը այսա քոնին էլ ոչ էլ Նվերը Հա, շատ, շնորհակալ եմ քեզ Խնդրեմ, իսկ արդեն դրել ես ծաղկամանի մեջ Բայց շանը ոնց դնեմ ծաղկամանի մեջ Տիգրան Ապրես Աշոտ ջան, հիանալի կատարում ես։ Շնորհակալ եմ Եթե ես քո նման նվագել իմանա, YouTube-ում Ջասին Բիբերից շատ դիտումներ կունենայի Աշոտ ջան, բա ինչի ես տխուր Որովհետև Մոցարտը չկա Այդ ցավը տանը Մոցարտը ես 300 տարի է չկա Իմ շարանում էլ էր Մոցարտը, ես կորցրել եմ նրան Մոցարտ Երկիր Հայաստան Երևանն է իմ ու քո մայրաքաղաքը տակ արևը մեր տան ջերմացնում է մեր ամեն մի բակը Ճիշտ է, Պոնչի եւ Շան ընկերությունը կարճ տևեց, բայց դրա արդյունքում ծնվեց նոր ընկերություն մեր հերոսների եւ Աշոտի միջև։ Եվ այս պատմության մասին դեռ երկար կհիշեն մեր քաղաքում։ Երևանն է ամենաբարի քաղաքը աշխարհի Երևանն է տունը վատագույն քարի Երևանս տանկարան ես կապուտակ երկնքի տակ Երևանս քո գրկում է սիրտը
հավատ